Ահա ժողովուրդ ջան, գարունը բացվեց ու գյուղում սկսեց աշխատանքները։ Վառ գեղեցիկ գարունը։ Ահա ժողովուրդ ջան, ճտերը տեսնում եք մի շաբաթվա ընթացքում ոնց են աճել։ Երեք մաքրել եմ ստեղ, բայց այսօր էլի նույն վիճակն է։ Իրանք արդեն ակտիվ այսպես քուջուջ են անում ու ծղոտը այսօր այն կողմ են անում ու ամեն կերակրելուց իհարկե ես դե կարգի եմ բերում, բայց եկա նույն վիճակն է։ Ու տեսնում եք ժողովուրդ ջան, կանաչ ձվերից ենթադրում եմ մեկը սա է, ինքը նաև կարծես թե պես գլխին ինչ-որ գլխարկ ունի, մի հատն էլ ուր է, այս այլ է, այդ տեսեք, բայց վատն են որ մեծամասնությունը աքլորներ են երևում, իրանք ընդամենը 20 օրական է, ժողովուրդ ջան, այս պետքերի արդյունքը սա է, որ լավ աճում են ու 20 օրականում այս վիճակում չափերի են արդեն հասել։ Հիմա ջուր ու կեր տանք, տեսեք ջրամանը ոնց են շրջում ու կեղտոտում։ Հնդուշկեքը դեռ չեն ածում, ժողովուրդ ջան, այս հնդուշկեքից այս մեկն է, որ մի տարեկան է, մնացածը ճտեր են, իրենք ճիշտ ասած դեռ սեռահասուն չեն, որովհետև անցած տարի հունիսին էին ձվերից դուրս եկել, բայց արդեն բավականին խոշորացել են, ինչ արդեն բաց ենք թողնում իրանց, արածում են, լավ խոշորացել են, հիմա նորից իրանց բաց թողնենք, մի փոքր արև է դուրս եկել, իսկ իրենք հարածելու կարիք ունեն։ Ժողովուրդ ջան, տեսեք իրանք ոնց են քարեր ուտում ու բավականին խոշոր քարեր են ուտում։ Սա ինչ է նշանակում, եթե դուք իրենց բաց թողած վիճակում եք պահում, ապա անպայման ավազ լցրեք։ Ժողովուրդ ջան, սագերի մասով այս սագի տակ 9 առողջ ձվեր կան, ամսի 26-ին երևի դուրս կգան, տեսնեք ոնց կընթանա ընթացքը, բայց մնացածի մոտ այդքան էլ լավ չի, այս մեկը ստեղ մի հատ սպիտակը նստել էր, ձվերին տիրություն չարեց, հետո ձվերը տվեցի ինկուբատորի մեջ, իրան էլ բաց թողեցի, մտածելով, որ նորից կացի, դեռ չի ածում, այս մեկն էլ էլի 8 ձու էի դրել տակը, բայց ինքը կարծես թե լավ չնստեց ձվերի վրա էլի, իրա ձվերն էլ առողջները տարա ու ինկուբատոր, այն որոնք մեջ սաղմ չկար, թողել եմ տակը հասկանալու համար, հնարավոր է, որ ճտերը դուրս գան ու ճտերը լցնեմ տակը, իրան այսպես չեմ հանում, որպեսզի ինքը թխսաթափ չլինի, ուզում եմ ինքը մնա այնքան, մինչև որ ճտերը դուրս կգան ձվերից ինկուբատորում, որոշել եմ այս անգամ ինկուբատորում փորձեմ սագի ձվերը ինչ կլինի, քանի որ այս տարի էլ այդքան լավ չեն ածում սագերը, բնականաբար փորձը մեզ ցույց կտա որն է ավելի լավ
ինկուբատորում, թե թխսի տակ։ Այս տարի մի տեսակ լավ չեն նստում, չգիտեմ ինչից է։ Ամեն դեպքում փորձը փորձանք չի, ինկուբատորում փորձենք, հասկանանք ինչ արդյունք կունենա։ Ջուրը չենք մոռանում, ժողովուրդ ջան, սենյակային ջերմաստիճանի ջուր, արդեն կարող ենք եռացրած ջուր չտալ, բայց կարևոր է ջրի ջերմաստիճանը, որտեղ դրսում ցուրտ է, ու ջուրը սառը վիճակում տալը կարող է իրանց մոտ հիվանդություն առաջացնել։ Ուզում եմ ցույց տալ են ոտքերը, որ կարծես ոտքերին ավելի ունի։ Նայեք հələ ժողովուրդ ջան, հələ սրա վիճակը նայեք։ Ոտիկից ցույց տամ, որ երևա մի քիչ վախկոտ է, այս մեկը չէ, այսա, հələ նայեք, ոտքերի վիճակը նայեք ու ուզեի բառնայեք ցույց տայի, բայց շատ վախկոտ է ինքը, հələ նայեք, այսինքն տարօրինակ ու տարբեր ձևերի ճտեր ունենք։ Կոմբիկերը սենց մի քանի անգամ լցնում եմ օրվա մեջ, իրանք թվում են։ Այս սրան է ուզում։ Տեսեք ոտքերին էլ է։ Այս չափերի ու ոտքի փետուրները գնալով աճում են սրան նայեք։ Հատ մենա, որ աքլորները շատ են ու կանաչ ձվերից էլի կարծես թե բոլորը աքլոր են, մեկի վրա եմ կասկածում, որ ցավ լինի։ Դրա համար երկրորդ անգամ նույն ձվերից մի քանի հատ նորից գնել եմ ու ինկուբատորում եմ դրել։ Այս տեսանյութի ընթացքում ցույց կտամ ձեզ։ Մեկը այս է կանաչից ու էլի աքլոր, խնդրեմ։ Այստեղ արդեն աստիճանաբար, քանի որ իրանք լավ փետրակալել են, թեթև մի հատ բարակ շոր եմ գցել բանի վրա, որպեսզի ջերմաստիճանը շատ չբարձրանա, որտեղ լույսը օրվա ընթացքում մեծ մաս այսպես միացրած է լինում, մինչև ջերմաստիճանը դրսում կարգավորվի, արև լինի ու բաց թողնենք, իրենք արդեն կարող են ազատ գնալ արածել։ Այ կանաչներից մեկն էլ այս է, հաստատ սա է, այս է։ Տեսեք։ Հարցրեցի ձուն գնելուց, ասացին, այդ ինքն ասաց, որ կարմիր ճտեր են հիմնականում։ Կմեծանան արդեն կհասկանանք ինչ սորտի հավեր են, լսրան։ Մեծամասնությունը երևի 14-ից մի 10 հատը հաստատ աքլոր են։ Տեսեք, արդեն կատարների վրա երևում են։ Մյուսն էլ եմ ուզում ցույց տամ, էլի ոտքերը այդպես փետուրոտ։ Այ մոխրագույնին էլ նայեք, այս սրան։ Հələ ոտքերի նայեք, մի քիչ մոտիկացնեմ, անգարում են, այս սրան ոտքերի նայեք հələ։ Սիրուն է շատ, այս մեկը, որ ահա որ սիրուն է իմ համար, աքլոր է, բայց եթե նկատում եք։ Իրանց ամենասիրելի զբաղմունքը իրանց մամայի մեջքին նստելն է,
Սա մեկը բարձրացա, մնացածը հերթով ասանալու են։ Իրանց համար զբաղմունք են գտել այս փոքր տեղը ու ամբողջ օրը այսպես նստում են։ Էլի ոտքերի նայեք, սա էլ է։ Սև-սևն է։ Ահա, տեսեք։ Ինչ կարելի անել ազատ ժամանակ, նստում են մամայի մեջքին կամ սաղում են իրանց համար։ Ժողովուրդ ջան, հիմա հավերին կերակրում ենք տան մնացած սննդի մնացորդներով, այստեղ մի փոքր ճաշի մնացորդներ են, մի փոքր մսաջուր եմ խառնել ու նաև ցորեն եմ ավելացրել աղացած, սրանով շաբաթը 1-2 անգամ կերակրում ենք։ Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ անենք, որ հավերը ձուկ չուտեն։ Այսպիսի գերերով, կերակրելով, սննդի մնացորդներով, դուք կարող եք լրացնել են հանքանյութերի պակասը, որոնք առաջանում են թռչունների մոտ։ Սա էլ կարագից մնացած թանն է, որը իմիջիայլոց շատ սպիտակուցներ է պարունակում ու կարող եք դրանով կերակրել, որպեսզի հավերը ձվերին վնաս չտան, ձուկ չուտեն։ Եթե դուք իրենց փակի տակ եք պահում, այսինքն իրենք ազատ զբոսանք չունեն, դա նրանց մոտ առաջացնում է տարբեր վիտամինների ու հանքանյութերի պակաս, դրա համար նրանք սկսում են ձու ուտելը։ Հետևաբար, այս տարբերակով կարող ենք նրանց վիտամինների ու հանքանյութերի պակասը լրացնել։ Ձվերը հավաքենք, ժողովուրդ ջան, մի քանի օր ձվերը հավաքում ենք ու ինկուբատորի մեջ եմ դնում։ Հիմա միասին հավաքենք, հասկանանք այսօր քանի ձու եմ դնել ինկուբատորի մեջ։ Այստեղ էլ ունենք։ Կա մանր ձվեր, որովհետև այս տարվա ճտերն էլ են ածում, կա խոշոր ձվեր, որովհետև տարիքով հավերել ունենք, 11 ձու ընդհանուր հավաքեցինք։ Երբեմն հարցնում են քանի ձու են ածում հավերը տորական, ժողովուրդ ջան, հիմնականում մինչև 10, 11, 12 ձու են վերցնում, ինչի համար, որովհետև նախ մի քանի ձեր հավեր կան, որոնք այդքան լավ էլ չեն ածում, նրանք աստիճանաբար պետքա կրճատենք, իսկ երիտասարդներից շատերը նոր են սկսել ածել, օրինակ սա նոր է սկսել ածել, այս մեկն էլ է նոր սկսել ածել, տեսեք ինքը չափերով փոքր հավա, նոր սկսել է ածելը։ Սա չի ածում, օրինակ, այս մեկը չի ածում, բայց արդեն կատարից երևում է, որ շուտով ածելու է։ Մի խոսքով գերակշիռ մասը սկսել են ածելը, իսկ որոշները դեռ չեն ածում։ Այդ տեսեք, այս սպիտակը չի ածում, ինքը հավին նայելով չափերից եւ կատարի վիճակից կարանք հասկանանք, ու նաեւ ակլորներն են շատ, հետեւաբար քանակին համապատասխան լավ են ածում։ Որ ճտերն էլ սկսեն ածելը, արդեն մենք կունենանք ավելի լավ արդյունք։ Այսա տեսնում ենք, որ չի ածում, բայց
Շուտով կսկսի ածելը։ Մի խոսքով այսպիսի վիճակ է, հիմա ձվերը կտանենք ու ինկուբատորում կդնենք։ Մի քանի օր առաջ իրար հետ ցանած սերմերն արդեն ծլել են, ժողովուրդ ջան, տեսնում ենք, այստեղ պամիդորներն են դուրս եկել, պղպեղներից դեռ միայն այս դեղին չիլին է աճել, բայց նաև կային պամիդորի սորտեր, որոնք այդպես էլ չծլեցին, իհարկե այստեղ նաև սերմի գործոնը կա, կարծես թե սերմերից որոշները անորակ էին ու կային նաև որ քիչ քանակությամբ էին դուրս եկել, այստեղ նաև մի վարունգ է դուրս եկել, փորձի համար եմ դրել։ Ու նաև այստեղ մի քանի բույսեր եմ այսպես դրել, տեսնելու ինչ արդյունք կտա։ Ֆիտոլամպի տակ իրանք լավ են աճում, ֆիտոլամպը լավ ազդեցություն է ունենում իրանց աճի վրա։ Այստեղ նաև նոր ցանածներ ունենք, սա էլ մեր ավոկադոյի ծառն է, որը սերմից ենք ստացել։ Տեսնենք ինչ արդյունք կունենա, նաև նախատեսում եմ եւս մի հատ այսպիսին ցանել, քանի որ չհասցրինք ջերմոց շուտ դնենք, իսկ դրսում ցուրտ է, հուսան գոնե այս տարբերակով կկարողանանք սացիներ ունենալ։ Ընկերներ, մեր մոտ նաև ինկուբատորի սեզոնն է բացվել։ Այստեղ տեսնում եք ունենք էլի կանաչ ձվեր, որոնք գնել եմ ու նաև իմ հավի ձվերից եմ դնում։ Այս անգամ մի այսպիսի փորձ եմ արել, փորձում եմ մի քանի օր հավաքած ձվերը ամեն օրվա հավաքածուն այսպես դնել։ Տեսնենք ինչ արդյունք կտա, գիտեմ որ լավ միտք չի, որովհետև երբ միանգամից ես ձվերը դնում, կարողանում ես վերահսկել ջերմաստիճանը, իսկ այս դեպքում կլինի 3-4 օր դրած ձվեր։ Չգիտեմ այս միտքը ոնց առաջացավ, քանի որ սագերը լավ չէին նստում ձվերի վրա ու սագի ձվերը տեղափոխեցի ինկուբատորի մեջ, որոշեցի հավի ձվեր դնեմ, բայց միանգամից այսքան ձու հավաքելը երկար ժամանակ կտևեր, դրա համար այսպես օրվա ածած ձվերը դնում եմ, նաև փոքր փորձ կլինի իմ համար։ Իհարկե վստահ եմ միանգամից դնելը ավելի ճիշտ է, բայց ամեն դեպքում այս տարբերակն էլ փորձենք հասկանալու համար ինչ թերություններ ունի սա։ Հիմա մի օպտիմալ ջերմաստիճան եմ ընտրել, փորձում եմ դրանով այնպես անել, որ համ սագի ձվերին վնաս չլինի, համ հավի ձվերից ինչ որ բան դուրս գա։ Այստեղ ձվերի վրա նշան եմ անում երկու կողմում, այս սագերի ձվերի վրա էլ նշան կա, որ ամեն անգամ պտտելուց նույն ուղղությամբ չդնեմ։ Այս ինկուբատորը ինքը ռեշոտկա ունի, որ ավտոմատ պտտում է ձվերը, բայց սագի ձվերի համար շատ փոքր է, հետևաբար չէի կարող ռեշոտկան դնեի ու ավտոմատ պտտեի, ստիպված օրը 3-4 անգամ այսպես ձեռքով պտտում եմ, որպեսզի ինկուբացիան լավ ընթանա ձվի ներսում։ Խոնավությունը փորձում եմ կարգավորել արդեն ջուր ավելացնելով, սենց ամեն օր 3 անգամ պետք է պտտեմ, հասկանալու համար արդյունքը։ Արդյունքներով իհարկե կկիսվեմ, ընթացքում բնականաբար այսքան ձվերը չեն մնա, մի 2-3 օրից կստուգենք ներսում սաղմ կա թե չէ, որը սաղմ չլինի կհանենք ու ինկուբատորը մի փոքր կթեթևացնենք։ Այստեղ հիմնականում իմ հավի ձվերն են, բայց ես մի փոքր կասկածում եմ, որ աքլորները շատ են, հնարավոր է դա խնդիրներ առաջացնի եւ սաղմ քիչ լինի, սերմնավորված ձվերը քիչ լինի, որտեղ աքլորները անընդհատ կռվում են հավերի համար։ Ռեշոտկայով այս ինկուբատորը 63 հավի ձու է տանում, բայց քանի որ առանց ռեշոտկայա
տեղը մի փոքր ընդարձակվում է ու ավելին է, ճիշտ ասած չեմ հաշվել հիմա քանի ձու եմ դրել, մոտավոր մի 70-ից 80-ի կարգի արդեն ձու եմ դրել, այսօր վերջին ձվերը դրեցի, դրանով արդեն կսահմանափակեմ հասկանալու համար ընթացքը ինչ ընթացք կունենա ինկուբացիան, սա այս տիպի ինկուբացիա առաջին անգամ եմ փորձում, երբ միաժամանակ երբ սագի ձվեր դնեմ եւ հավի ձվեր դնեմ, սագի եւ հավի ձվեր իհարկե համատեղելի չեն, որովհետեւ խոնավության ու ջերմաստիճանի առումով իրանք տարբեր են, տարբեր ինկուբացիոն ջերմաստիճան ու խոնավություն են պահանջում, բայց այլ տարբերակ չկար, քանի որ սագերը նորմալ չէին նստում, իսկ այստեղ միայն սագերի մի քանի ձու պահելու համար ինկուբատորը չարժեր միացրած եւ այսպես որոշեցի այսպես դնել, միասին նաեւ փորձ կլինի ու ձեզ ցույց կտամ, դուք էլ կիմանաք արժե դնել թե չարժե։